Փակասո սիրելիներ, ես սային ինձ հետ դուր մեր սրտերը կխայտան այսօրվա ուրախությամբ։ Շատ կմտածեի, թե արդյոք այսօրվա ծաղկազարդի արդիվ ինչպիսի նշանաբանը գրնանցեց ու փոխանցել։ Բայց ուրախ եմ, որ մանուկներում պերնով։ Հիսուս Քրիստոս իմ թագավորն է, ոչ միայն այսօր, այլ ամեն օր։ Բոլորս միասին։ Հիսուս Քրիստոս իմ թագավորն է, ոչ միայն այսօր, այլ ամեն օր։ Ովսաննա այսօրվա սիրելիներ պատկամին այսօրման հիշատակության և 2000 տարիներ առաջ երբ Հիսուս Երուսալեմ գտներ ամփոխը հրճակեց, բացականչեց, ներփոխեց և ասավ Ովսաննա, որ կնշանակե փրկե մեզ իմը։ Աստվածաշունչի մեջ բառեր կան, որոնք այսօր գործածվին որպես միջազգային լեզու, հալելույա բառը, հայերեն չէ, ամեն, Մարանաթա, Էփսիփա, այսօր աստվածաշունչյան բառեր են անշուշակ գերգարի, որոնք մեզի կան հունարեն և եբրայերեն լեզու են։ Ովսաննա բնակելի մեջ կա Հուշարն, որ արաբները կգոչեն, արաբերեն լեզվով կգոչվի շարանի, մենք հայերը սկսենք զարգազարդ, իսկ անգլերեն լեզվի մեջ կա Փալսանբե։ Այսինքն անգլերենի մեջ եկածը արմավենի գիրակի է, իսկ արաբերենը և հունարեն բառը ճշգրիտն է, որ կնշանակե փրկե մեզ իմը։ Աստուծո օգնությամբ այսօրվա զարգացածի հատվածը մեզի կուկա Ավետարան Սովան 13-րդ մինչև 19-րդ համարներ։ Հետևի Աստուծո խոսքին։ Հովհաննեսի Ավետարան։ Հետևյալ օրը շատ ժողովուրդ, որոնք տոնին եկած էին, երբ լսեցին, թե Հիսուս Երուսալեմ կա, արմավենի ոստեր արին ու ելան զանիգա թիմավորելու և գավաղագեին։ Ովսաննա, օրհնյալ է Իսրայելի թագավորը, որ Տերոջը անունով կա։ Հիսուս հավանակ մկտնելով անոր վրա նստավ, ինչպես գրված է, մի վախնար, ով Սիոնի աղջիկ, ահա քո թագավորը դու կա իշու վրա նստած։ Անոր աշակերտները առաջ չիմացային այն բաները, բայց երբ Հիսուս փառավորվեցավ, այն անելընկերին բերին, թե այս բաները անոր համար գրված էին, և թե իրենք այս բաները ըրին անոր։ Իր հետ եղող ժողովուրդը կգուգայել, թե Ռամ Ղազարոսը գերեզմանեն դուրս կանչեց ու մերեններեն հարուցանեց Զանիգա։ Անոր համար ժողովուրդը Զանիգա թիմավորեց։ Վասնզի լսեցին, թե անիգա այս հրաշքը հրած էր։ Իսկ փարիսեցիները իրարու գսեին, կտեսնեք, որ օգուտ չենք կրնալ մնել, ահա բոլոր աշխարհ անոր ելևեն կերտա։ Ամեն, թող Տեր օրհնե իր խոսքը մեզ մեր յուրաքանչյուրին համար։ Սիրելիներ, զարգազարդի դեպքը Հիսուսի Երուսալեմ, վերջին Երուսալեմի այցելությունը, որ մենք ասենք հաղթական մուտքը Երուսալեմ, 4 ավետարանիչներն իրենց ավետարաններուն մեջ արձանագրած են։ Այս դեպքը դեղի ունեցավ վերջին կիրակի օրը։ Խաչելուտերեն առաջ վերջին կիրակին Հիսուս մտավ Երուսալեմ։ Զարգազարդի խորհուրդը սիրելիներ բացահայտվեցավ, ինչպես հատվածի մեջ անգարտացին, Քրիստոսի խաչելութենեն և հարութենեն ետքը։ Նույնիսկ աշակերտները օրին ճշգրիտ չգրցան իմանալ, թե ինչ է եղելությունը, բայց երբ Հիսուս փառավորվեցավ, թաբլոն խորհուրդը աստվածաշնչյան բառը
ամբողջությամբ բացահայտվեցավ։ Սիրելիներ, Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ կնշանակե, որ Հիսուս Երուսաղեմ մտավ, հասավ խաչ, հաղթեց մեղքին, խաչապայրի վրա իր անձը անմեղ բադարակ մատուցանելով։ Եթե Քրիստոսի կյանքի մեջ մեղքը մտած ըլլար իր զոհաբերությունը, մարդկային փրկություն պիտի չի ըլլար։ Հիսուս որու հաղթեց։ Հիսուս ինչին հաղթեց։ Հիսուս հաղթեց մեղքին, իր անմեղությամբ և զոհաբերությամբ։ Եվ Զարգազարդի դեպքի մեջ սիրելիներ գլխավոր բառը, որ հիշված է և ուրիշ տեղ չի գա ավետարաններու մեջ, Ովսաննա բառը։ Փանալի բառը, հիմքը այս բառն է, որ կնշանակե փրկե մեզի հիմա։ Ժողովրդի խնդրանքը վերաբերվում է, որ դերը իրենց փրկե հռոմեական գայսրութենեն։ Իրենց մտքի մեջ այս մեկը կար։ Ինչու այսպես կմտածեին, որովհետև հռոմայացիները քրաված էին Հրեաստանը Երուսաղեմը, եւ Քրիստոս հայտնվեցավ, եւ ժողովուրդը սկսավ տեսնել Քրիստոսի կատարած գործերը, նամանավանդ հրաշքները, եւ այսօրվան հատվածի մեջ շեշտադրված ամենահզոր հրաշքը այն է, որ Հիսուս Քրիստոս 4 օրվա մեր Աստված առուսին հարություն առնել տվավ։ Երբ որ ժողովուրդը տեսավ, թե Հիսուս կարողություն ունի 4 օրվա մերելը հարուցանելու, սկսավ մտածել, որ Հիսուս նաև կարողություն ունի զիրենք ազատագրելու հռոմայացիներու իշխանութենը։ 4 օրվա մերածելանը հրյաներուն համար շատ մեծ փաստարկ է, որ իր մարմինը սկսած էր հյուսվիլ Ղազարոսին, բայց Քրիստոս ուներ երկնային, ուներ աստվածային, ուներ քերքրական իշխանություն, մերերը դուրս կանչելու։ Եվ այսպես հույսով տեսեցան, որ Քրիստոս իրենք ազատագրե հռոմայացիներուն իշխանութենը։ Փրկե մեզ հիմա ակնարկը ժողովուրդին իրենց մեղքերու փրկությունը չէր։ Միշտ ժողովուրդը ինչ ուզե ազատություն, փառօրգան, հանգստություն եւ այլն ասի աշխարհի բնական վիճակը։ Իսկ այս դեպքի մեջ սիրելիներ նաև իր յուրահատուկ տեղը կգրավե շեշտադրված կերպով, որ Քրիստոս Երուսաղեմ մտավ իշու աղանագի վրա։ Այս դեպքը օրին իրենց համար շատ հասկանալի էր, որովհետև եթե թագավորը ծիրով մտներ, մտածեր պատերազմներ։ Բայց երբ որ թագավորը մտներ իշու վրա, կնշանակե թե թագավորը եկած է քաղաքը այցելելու խաղաղության և հաշտության համար և ոչ թե վրեժխնդրության համար։ Եվ այս մեկը Հովհաննես առաքյալը հաստատե հղում ընելով Զաքարիայի մարգարեության 9:9։ Միտքերին պայեցեք Զաքարիա մարգարեության 9-րդ գլխում 9-րդ համարի մեջ մենք այսպես կգարտանք։ Մեծապես ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղակ է, ով Երուսաղեմի աղջիկ։ Ահա քո թագավորը քեզի ուկա, անիգա արդար ու փրկիչ է, հեզ է ու իշու վրա հեզած և իշու ցակի աղանագի վրա։ Այս ճշմարտության վրա հիմնվելով, այսօր մենք կսենք Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ, այս ճշմարտության վրա հիմնվելով մենք կտեսնենք, որ Հիսուս մտավ Երուսաղեմ ոչ թե պատերազմելու, հաղթություն տանելու հռոմեական իշխանության վրա, այլ եկած էր Երուսաղեմ խաչվելու և խաչով իր փրկությունը բերելու։ Սիրելիներ, մարդկային հայացքով տեսեք, թագավորի փառքը իր ժողովրդին ցուցաբերելի փրկությունն է։ Մարդիկ ժողովուրդներ ինչ կակնկալ են թագավորը։ Թագավորը ինչով պետք է որ զանազանվի։ Ըսած եմ ասկարաջ արհեստով արևդուրով չսպարի թագավորը։ Թագավորի փառքը իր
տարած նվաճումն է, հաղթությունն է, փրկությունն է իր ժողովրդի վրա։ Ասիկա թագավորական բնույթին պատկանող նկարագիրն է։ Իսկ Հիսուս Քրիստոս իր ժողովուրդը ազատագրեց և փրկեց մեղքեն մինչև օրս։ Քրիստոսի թագավորությունը սիրելիներ կզանազանվի ամբողջությամբ մարդկային թագավորություններն։ Հիսուս ներեց և Հիսուս փոխեց։ Երբ որ ինքը իր իշխանությունը ցույց տվավ մեղքերի թողության վրա, անգետ կմենք կտեսնենք, որ անոնք, որոնք Քրիստոսի մոդենալով իրենց մեղքերի քաղաքությունը, փրկությունը կտա, անգետ մարդիկ փոխված են։ Հետևելով Քրիստոսի, զսուշանալով մեղքեն և լինելով Քրիստոսի աշակերտ։ Հիսուս թագավորը իր ժողովուրդը կփրկեր իրենց մեղքերեն մինչև օրս։ Հիսուս իրեն հավատացողներուն փշշկեց ու կփշշկե մինչև օրս։ Ին կենտանի է իր իշխանությունը։ Հիսուս իր կերպնական կյանքի և հարության զորությունը հայտնեց Ղազարոսին և անչորս օրվա մեռածր։ Մենք սիրելիներ ճանչնալու ենք, թե ով է մեր թագավորը։ Մեղքերի թողություն տվող, հիվանդություններ բժշկող, մեռելը հարուցանող և անշուշտ թեփքը կարելի է երկարել օրինակները հիշելով։ Սիրելիներ զարգազարդի խորհրդի մեջ երբ Հիսուս մոտեցավ Երուսաղեմին, Փեթփաքե և Բեթանիայի քաղաքներուն, գյուղերուն, դերներու արանքով կմտներ թեպի Երուսաղեմ, մենք կտեսնենք, որ Հիսուսի շուրջը կգտնվեր 4 խավի մարդիկ։ Աշակերտները, որոնք ընդունած էին Հիսուսին Աստուծո որդի։ Բայց և այնպես սիրելիներ, աշակերտները նաև ունեին երկրավոր ակնկալիք։ Ինչ որ քիչ առաջ հիշեցի, թե ժողովուրդը ակնկալել, որ Հիսուս իրենց փրկեր հռոմեական գարշուտենեն, իսկ Հիսուսի աշակերտներն ալ ակնկալեին, որ Հիսուս հաստատեր Իսրայելի թագավորությունը և իրենք այդ թագավորության մեջ ունենային իշխանություն, պաշտոններ և բաժիններ։ Հիսուս թափորին շուրջը կգտնվեին իր աշակերտները, որոնք ամեն քնով Հիսուս Քրիստոսի կծառայեն։ Ընդհանուր ժողովուրդը, որոնք միայն մարմնավոր փափակներ ունեին։ Երբ Հիսուս Երուսաղեմ կմտներ, ժողովուրդը թագավորական ընդունելություն հրավ, իրենց համբերսները փրեցին, իրենց ձեռքերուն ցիտենի և արմանբերնի ջուրեր արին, և ճիշտ այդ պատճառով է զարգազարդի օրը մենք կտեսնենք սիրելիներ զարդարանք, և զարգազարդի զարդարանքին խորհրդանիշը ըլլալու է ցիտենի ջուրեր կամ արմանբերներ, բայց որովհետև աշխարհի վրա ամեն անգույն նույն ծառը չարժիր, նույն բուդուղը չի գտնվի, անորոշ մենք այսօր Հայաստանի մեջ գործածենք ուրեմնի և զանազան տեսակի կանաչեղեն ունեցող ջուրեր։ Բայց օրին ժողովուրդը Քրիստոսին թիմավորեցին ցիտենիով և արմանբերնիով, որովհետև այդպես էր սովորությունը, այդպես էր կանոնը, երբ թագավորը պիտի մտներ, կներկայացնեին ցիտենիները և ցիտենի ջուրերը և արմանբերները։ Մի քանի րոպեից կանոնց մասին խոսեմ։ Նաև այդ օրին ներկա էին մանուկները, ժողովրդին հետ միացած մանուկները, որոնք հավատքով մասնակից էին փառաբանության։ Ժողովուրդը կոչեր և կսեր Օվսաննա, մանուկներն կհետևեին և կսեին Օվսաննա, օրհնյալ է ան, որ Տերոջը անունով ուկա։ Նաև մենք կտեսնենք այդ օրին ժողովրդին կմիանար փարիսեցիները, որոնք իրենց հպարտության մեջ գուրծած միայն քննադատություն և հանդիմանություն կնեին, պատեհ առիթ կփնտրեին, որպեսզի
Քրիստոսը քննադատ է։ Եվ այս անգամ իրենց քննադատությունը, որ երեխաները քեզ գործեն, երեխաները քեզ կպարապանեն, ով էր անում, ինչու էր այդպես, բայց Հիսուսը սա, եթե անում դրեն, քարերը պիտի աղաղակեն։ Այսինքն սիրելիներ, Քրիստոսի առաքելությունը հասած է իր քաքաթին, որ եթե դուք այս կան նշաններ եւ հրաշքներ տեսնելով չեք կրնալ հավատալ, կնշանակե թե դուք չեք ուզել հավատալ, դուք չեք ուզել ընդունել, որովհետեւ Քրիստոս 4 օրվա մերած Ղազարոսին հարություն արնել տված էր։ Զարգացածի գիրակի սիրելիներ ինչու յուրահատուկ է, ինչու համար ուրախություն է, խայտանք է, որովհետև բոլոր Երուսաղեմը ուրախացավ։ Բոլոր Երուսաղեմը ոմանք գիտակցաբար և ոմանք գիտակցաբար Հիսուսը թագավոր հրճագեցին։ Եկեք ճաշտանք սիրելիներ, մեր Հիսուս թագավորը։ Մի քանի գարշ նախատասություններով մեր Քրիստոսին թագավորությունը ուզեմ ձեզ ներկայացնել։ Հիսուս թագավոր է, բայց զնավ մսուրի մեջ։ Այդ աստիճան Հիսուս մարդկային խոնարհությունը հագավ, որպեսզի իր փրկությունը բոլորին հասանելի է։ Հիսուս բժշկության թագավորն է, բայց երբեք թև կամ վիրահատություն չի գործածեց։ Բան մգենակ, ինչ իշխանություն, ինչ կարողություն։ Բժշկական համալսարան չէր կացած, թև չի գործածեց, վիրահատություն չրավ։ Անփուժելի մարդոց կողմանի անգարելի եղող հիվանդություններում, անդամալություններում բժշկություն շնորհեց։ Հիսուս թագավորեց կյանքի բոլոր իրավիճակներում վրա առանց փողի։ Բահմը գնանք մենք այսօր երևակայել, որ մենք ուզենք աս աշխարհի վրա ապրել առանց փողի։ Հնարավոր չէ։ Չենք գնալ պատկերացնել։ Ամբողջ ներկա ժողովրդին, այսօր աշխարհի ժողովրդին միտքը, սիրտը, հոգի փողի վրա է։ Այսօր եւ վաղվա, այսօրվա եւ վաղվա, բայց Հիսուս փող չուներ։ Ինչպես կապրեր հավատքով եւ խոնարհությամբ անընդուներ գիներուն ընձաները։ Անշուշտ ժողովուրդն արգելել էր իրենց ընձաները կանցանագը գտնեին, բայց Լուկասի ավելարանը շեշտադրած է գիներուն ընձանը։ Այսօր մասին կան ժամանակ առաջ խոսեցանք։ Հիսուս թագավորեց իր սրբության, սիրո իշխանությամբ առանց զինվորի։ Մինչև օրս աշխարհի բոլոր ազգերը իրեն հավատալով կզինվորակրվին Հիսուս թագավորին ծառայելու։ Հիսուս հետևորդներ ուներ, բայց Հիսուսի հետևորդները Քրիստոսի հետևեցան, որովհետև վստահեցան և տեսան Հիսուսի սրբությունը։ Տեսան Հիսուսի ողորմությունը, ընդունելով բոլոր մեղավորները և անոնց փոխելով։ Այսօր մարդիկ ինչու Քրիստոսի կհավատան, այսօր մարդիկ ինչու Քրիստոսի կհետևին, կզինվորակրվին, որովհետև ինչ որ այսօր Հիսուս մեզի գուտա, ուրիշ մարդ չի դրնա, չունի որ դա։ Հատկապես իմ կյանքից պետք շատ եւ շատ մեծ աստեցություն թողեց։ Եվ ես ականատես եղա իմ աչքերովս տեսա, ձեռքերովս շոշափեցի, ականջներովս լսեցի, ինչպես իսլամը Քրիստոսի դարձավ։ Եթե իմ կյանքից մեջ ես մեծ հրաշք տեսած եմ, անալ մեր քուրդ եղբայրներն էին, որ իրենք ինչպես Քրիստոսը ընդունեցին, ինչպես զինվորակրվեցան,
ծնողներեն մերժվեցան, ասկականներեն մերժվեցան, բերության սպարդալիկը, գրոնականներուն ախ ու վախը, բայց իրենք մնացին հավատալ։ Ինչպես սիրեցին Հիսուսը, ինչպես հավատացին, ինչպես ընդունեցին, ինչպես որովհետև ջանցան։ Սիրելիներ զարգացածի գիրագին Հիսուս մտավ իր թագավորական քաղաքը։ Թափորը կազմվեցավ և զարդարվեցավ արմավենիներու և սիտենիներու ջուրի թափորով։ Հիսուս մարդկության խաղաղություն և արդարություն շնորհեց։ Արմավենի ջուրերը խորհրդանիշ են արդարություն։ Սաղմոս 2 մեջ արգս է, որ արդարը արմավենի պես պիտի լեզնա, եղերնի պես պիտի ծաղկի։ Ինչու Սաղմոս 2-ն 93-րդ Սաղմոսի մեջ է արդարը կնմանցնե արմավենի, եթե արմավենի ձանոտ է կամ մոդեն սերտած է, արմավենի ձարը միակ ձարն է, որ ուղիղ գնեսնա։ Մույս ձարերը թեքություն ունենան, գիշերվին, թեև գաջին, բայց արմավենի մեր արևմտյան լեզվով գսենք մոմի պես շիդար։ Արաբները գսեն մտնել ելև, այլպես, իրենց այդ պարը ասպես ուղիղ գիզ է։ Արմավենի սիրելին ուղիղ գնեսնա, արդարություն է, խոդորնակ, խորտ ու պորտ, գեր, ձեր զարարություն չունի։ Եվ սիրելին Քրիստոս մեզի շնորհեց իր արդարությունը։ Իր արդարությունը մեզի հագցուց և մենք թադարանի մեջ, ասվածային թադարանի մեջ անբարդ հրճակվեցանք։ Արդար պարը, արդարություն պարը իր իմաստ ունի թադարանի մեջ։ Եվ երբ որ թադավորը գսե անբարդ ես, մեղատրանք չունիս, մեղատրյալ անձը, անպաստանված անձը շունչ ունկա չէ։ Եվ ինչպես իր ուրախությունը գարդայել է, որովհետև ինչ երավ իր արդարությունը լույս տեսավ, արդարությունը լույսի պես ծագեցավ։ Սիրելիներ Քրիստոս մեր մեղքին բարձր վճարելով իր արդարությունը մեզի հագցուց։ Այս է փրկության խորհուրդը։ Ժողովուրդը չէր գիտեր, որ իրենք ինչպես իրենց Քրիստոսը կդիմավորեն, Երուսաղեմի մեջ, Հրեաստանի մեջ, Արմավենի և Սիտենի շատ լավ գաչին, Արմավենի այդ հարկի ծարի ջուրերը ժամանակին հարև բերին, ամեն մեկ ծարին ավելի կան 25 տարիներ առաջ ասեցին, որ ամեն մի ծարիքինը $1500 Սրոդիային բերին, ուզեցին հարև և սուրյո քաղաքներու մեջ արմավենի բահեր և աճեցնել, որտեղ խիստ գեղեցիկ է, սիրելիներ իրենք առանց գիտալու ամենը արժեքավոր արդարություն խորհրդանշող ջուրերով Հիսուս Քրիստոսը թիմավորեցին։ Ետ Սիտենիներով, որ բոլորս ծանոթ է Սիտենի խաղաղության խորհրդանիշն է, սիրելիներ Քրիստոս մեր խաղաղության իշխանն է։ Խաղաղություն ոչ թե քաղաքի մեջ, այլ խաղաղություն սրտի մեջ։ Եթե խաղաղությունը սրտի մեջ չլա, դուրսը ինչ որ ադալա, թուն խաղաղություն չես ունենար։ Թուն ոչ մեկ դեղ, ոչ մեկ վայրի և ոչ մեկ իրավիճակի մեջ խաղաղություն չես կնարցել բերել, եթե թուն խաղաղությունը չունիս քու սրտի մեջ։ Եվ Քրիստոսի շնորհած խաղաղությունը մեր սրտում է, որովհետև մենք իր խաղաղությունով ինչ կսենք դեր, դու ես իմ միակ հույսը։ Եվ խաղաղության մենք կարիք ունի դակնավի մեջ։ Դակնավի մեջ մեր գենթանի հույսը, ճշմարիտ հույսը դեր դու ես, դու ես մեր միակ սերը։
Եվ այսպես սիրելիներ Հիսուս թագավորական փառքով, թագավորավայել թափորով, թագավորավայել զարդարանքներով, քեդինը կորկելու փոխարեն հագուստներ բրված, ժողովրդի ցերկցիտերիներ արմավերիներ, ինք իշու աբանագի վրա որպես խաղաղության իշխան, Երուսաղեմ մտավ, եւ ժողովուրդը սկսավ բացականչել, Ովսաննա, փրկե մեզ հիմա, ժողովրդի մեջ մեծ խանդավառություն եղավ, եւ Հիսուս այսպիսի թափորով Երուսաղեմ մտավ։ Եվ Հիսուս Երուսաղեմ մտավ, ինչ արավ։ Ընդհանրապես, կամ մեր սովորություններով, կամ ինչ-որ ես տեսած եմ, զարգազարդը մինչև հոս է։ Մինչև հոս գնշվի, ինչ-որ ես ուզեցի ներկայացնել, ընդհանրացած հանրային իրականությունն է, ճշմարտությունն է, որ այսօր բոլորը գիտեն։ Բայց ոչ չի վերջացած զարգազարդը, ունի իր շարունակությունը։ Երբ Հիսուս Երուսաղեմ մտավ, առաջին հերթին, ինչ արավ։ Հիսուս Երուսաղեմ մտավ, Երուսաղեմի վրա լացավ։ Արդյոք սիրելիներ հագասություն է, մեր կողմին փառաբանություն, օրհներք, թագավորական շքեղ թափոր, մյուս կողմանը մենք կտեսնենք մի քանի րոպե անցած է, Հիսուս ասած է Երուսաղեմ եւ գուլա։ Չեմ գիտեր քաղաքական ուներում որքան կհետևիկ եւ ինչպես կհետևիկ։ Երբ մեկը որպես նախագահ կցերնադրվի, գմտնե բալատ, առաջին հերթին ուր գերտա եւ ինչ կնե։ Գամ թագավորը, երբ կթագադրվի, թագը գլխուն դրա, երբ առաջին անելիքը ինչ։ Առաջին գործը որ կներկայացնե իր ժողովրդին ինչ կներկայացնե։ Երբ Հիսուս Երուսաղեմ մտավ, Երուսաղեմի վրա լացավ, Երուսաղեմի ժողովրդին վրա լացավ, որովհետև Հիսուս կսե քու այցելությանդ օրը չջանցար։ Դուք ինձի թագավորական շքեղ փարի քարուստ արեցիք, բայց դուք չեք իմանում ինչ եք անում, չեք գիտեր ինչ կնեք։ Ասխոսքը Հիսուս խաչապայտին վրա լսավ, այ ների անունց, կանցը չեն գիտեր թե ինչ կնեն։ Ժողովուրդը գիտակցաբար այդ ընդունելությունը չներկայացուց։ Ինչու՞, որովհետև երկրորդ օրը մենք կտեսնենք, թե որ ժողովրդին քով, ժողովրդին մեջ բանը չէր փոխված։ Այսօր մենք եկեղեցու մեջ կփորձենք մեր լավագույն փառաբանության զարգազարդը նշել, հետևելով աստվածաշնչյան օրինակին, զարդարանքով, փառաբանությունով, մանուկներով, ջուրեր բաժնելով, փառք Աստծո։ Բայց այս բոլորի մեջ, այս բոլորին ետքը ինչ բան կփոխվի քո մեջ է։ Բայց ասես խանդավառությունն է, տեսակ փոխել է, թե ավետարանը ունի իր մեջ փոխանցելի ճշմարտությունը։ Սիրելիներ, եթե զարգազարդի արդիվ Քրիստոս քու սրտի մեջ չէ, եթե դու Քրիստոսը քու սրտի մեջ չես ընդունիր որպես թագավոր, քուցի աստեղեն դուն երտաշ ճանապարհի մի թեփը, մի լուրը քեզ ամբողջությամբ ժխտական եւ բացասական օրեն աստեղ ու վրա։ Հիսուս Երուսաղեմի վրա լացավ, որովհետև Երուսաղեմը խղճալի էր։ Այդ բոլոր Քրիստոսի ըրած գործունեությամբ իրենց մեջ բանը չէր փոխված։ Սիրելիներ, մենք կանչված ենք այսօր զարգազարդի խորհուրդը, զարգազարդի ճշմարտությունը ճանչնալու եւ ընդունելու Քրիստոսի փրկությունը, թե ոչ մեր գորուստը մոտ է։
Հիսուս երբ լացավ Երուսաղեմի վրա, լացավ բանով համար, որ իրենք արիթը գործընծուցին, երբ իրենց առջև մնաց կորուստը, թադավարությունը և Երուսաղեմին քարուքանդ ըլլալը։ Հիսուս երբ Երուսաղեմ մտավ, Երուսաղեմի վրա լացավ, ապա Հիսուս գնաց տաճար։ Երբ նախակահության իր երթումը կկատարե, ուր կերտա, պալատ կերտա, աշխարհի թագավորները երբ կթագադրվին, ամեն մեկը իր հատուկ պրոտոկոլը ունի, այս Հիսուս Երուսաղեմ գնաց և մտավ տաճար, և տաճարը մաքրեց։ Սա գրված է, թե իմ հորս տունը։ Հիսուս գնաց իր հորը տունը և տեսավ, թե տաճարը գործընծուցած էր իր առաքելությունը։ Եվ Հիսուս տաճարը մաքրեց։ Եթե սիրելիներ մարդկային մտքով, մարդկային հայեցողությամբ դիտելու կլանք, որ հոնդեր աղավնի ծախողներ և ստակ փոխողներ գային, ուր է մեղքը և ուր է խնդիրը։ Գիտեք ինչու, որովհետև Հիսուսային Աֆրիկային, Միջին Ասիայեն, Սուրիայեն, Հայաստանի շրջաններեն, Իրաքի, Բարսկաստանի շրջաններեն, հրեաներ, Երուսաղեմ ու կային ուխտներ, և հոնդեր ուղղչակես պետք էր մատուցան էին։ Օրինակի համար եկած են Եվրոպային և եկեղեցու մեջ, Հայաստանի մեկ եկեղեցու մեջ ողջակեց պիտի մատուցան և իրենց փողը եվրո է։ Ադիկա պետք է փոխանակեն նախ հայկական տրամի։ Ետքը զույգ մաղավնի պիտի վերցնեն։ Գամ ինքը հնարավորություն ունի քարմը զոհաբերելու, քարմը պիտի վերցնեն։ Այսինքն դրա բանական արջեր, որ իրենք քային Բաբելոնի շրջանեն, փոքր Ասիայեն և ամբողջ ճանապարհին այդ քարմը հետերին բերեին, որպես տաճարի մեջ ողջակեզը։ Հրեաները գասեին, ու քակ մեր մոտ մենք դարադրամի փոխանակումը գանենք, դու յա քարմը կվերցնես, զոհդ կնես։ Բաղմությունը այս է, բայց ուր է խնդիրը, որովհետև անունք տաճարի մեջ աղոթքի սրահը վարձած է։ Կահանայավետներում փող կտային և ժողովուրդը գներ տաճար և տաճարի մեջ այսինք գներ։ Եվ այն ժողովուրդը, որոնք հավատքով, որոնք երկնվածությամբ ու կային տաճար, իրենց աղոթքը պաշտամունքը մատուցանելու վայրը սպառված էր։ Աղոթքի տեղ չի կար։ Հիսուս ինչը սա գրված է, թե իմ տունս աղոթքի տուն պիտի կոչի։ Ժողովուրդը տաճար պիտի գա, ժողովուրդը եկեղեցի պիտի գա, աղոթելու դեր, աղոթելու անիք, հնարավորություն, ազատություն է պետք է ունենա։ Սիրելիներ, եկեղեցու մեջ աղոթքի արիտը գործվելու չէ։ Մենք կկարողանանք Աստուծո մոտենալ և իր հետ հաղորդակցի, ամեն ինչ հիմա պիտի հիշենք միայն և միայն աղոթքով։ Սիրելիներ, այսօր Քրիստոսի փնտրած, Քրիստոսի այցելելի տաճարը մեր սրտերն է։ Բողոս Արաքյալը դու մեկնաբան է և կսե Աստուծո տաճարը թուք եք։ Քրիստոս քարե շինված եկեղեցասրահներու մեջ չի փնտրել։ Այսօր համայն մարդկության աչքը թեքված է եկեղեցական քարե շենքին։ Ինչ գեղեցիկ է, ինչ փառավոր է։ Ես դարիներ հետևեցա, փնտրեցի, նայեցա, խոկացի, հիացա, ըզմայլեցա եկեղեցական շենքերում, շատ և շատ և շատ։ Բայց ուքիրքը գսետ է, ես կուզեմ քո սրտի մեջ մնալ։ Մեր սիրտը
մեր սկզբունքները եկեղեցաշենքի միջի գտնի։ Քարայրներու մեջ Աստուծո հոգին գործեր, շատ շքեղ եկեղեցիներու մեջ կմտնես եւ դերոշմեն պատկան մեջ ես արներ։ Քրիստոս ուզե կփափակի թակավորել մեր սրտի մեջ։ Ով իշխած է սիրելի քույրս եղբայրս քու սրտի վրա։ Ով է քու սրտի իշխան։ Արդյոք նյութականը կրաված է քու սիրտդ։ Նյութականի սիրելիներ ջնշումը, նյութականի ցանկությունը, նյութականի սիրահարվելը ատկանը սովորական բան չգարձեք։ Այդպես թեթև չնայինք, նյութականը ուկա կկրավեն մեր սիրտը գիշղել են ամբողջ էության վրա։ Եվ եթե սիրելիներ մեր սիրտը գատնի նյութականին, այդ միջոցը եթե ըլլա իշխան մեր սրտերում վրա, մենք կգործընծնենք մեր աղոթքի պաշտոնը։ Աղոթքի դեր եւ աղոթքի ժամ չի մնար, երբ որ մեր սիրտը գտնի նյութականի քերության ներքով։ Սիրելիներ, աղոթքը մեր պաշտոնը։ Հովնան մարգարեն ուր աղոթեց մեծ գերցուգի փորի մեջ։ Եվ լսեմ անթունքները, դու իմ աղաղակս լսեցիր։ Երբեք շքեղ եկեղեցաշենք չէր։ Դանիել մարգարեն որտեղից աղոթ կրա արուզներու կուփի մեջ։ Գիտեք արուզներու կուփի մեջ ինչ կա։ Նախ վախ ու սարսափ կա։ Կրնակ պատկերացնել, երկրորդ իրենց գրգրանքին հոտը կա։ Ինչ կել արուզներու կուփի մեջ։ Մի քանի հատար գրծված ոսկոր, պաստերը իր աղոթքը լսեց, որովհետև դեր իր սրտի մեջն էր։ Սիրելիներ, աղոթքը մեր պաշտամունքն է։ Աղոթքի ժամդ, աղոթքի նվիրումդ, աղոթքի վայրդ ցելից մի դար։ Աղոթքը սիրելիներ մեր ապաշխարությունն է։ Ցանկացած աղոթք ներառյալ ըլլալու է ապաշխարություն, խնդրելու կավություն և ներելու մարդուց։ Ու մեզիները մեր մեղքերը ինչպես մենք արգներենք մեր բարդագանները։ Գիտեք մեր մեղքերում չափով որ կան է, այն չափով մարդիկ մեզի հանդեպ սխալած է։ Ինչ թիրին գտեսնենք մարդոց սխալները, ինչ թիրին գվիրավորում, բայց նույնքան ունենք մեղքեր ունենք մեր դերով չանդր։ Աղոթքը սիրելիներ, մեր զոհաբերությունն է և մեր հաղորդակցությունն է։ Քիչ առաջ քույրը որ գաղոթեր, որքան գարտահայտել իր սեր հաղորդակցությունը, միությունը Քրիստոսի հետ։ Աղոթքը սիրելիներ, մեր փառաբանությունը և մեր շնորհակալությունն է։ Չեմ գիտել, որ կարող մենք ուշադիր կհետևենք եկեղեցու մեջ բարձրացված աղոթքներին։ Բայց ես որպես հովիվ չգիտեմ իմ հովվական պաշտոնից դուրս եկած կամ թերևս աղոթքի կարևորություն տալով, ես կդաշնամ ձեզ ոմանք և կփափակի, որ դուք բոլորը արիք ունենաք կարող աղոթելու, դուք միան ինձ նշանը տվեք, ես այդ համարձակությունը ձեր մեջ տեսնեմ, ես ուզեմ բոլորը աղոթքի մասնակից եղեք։ Բայց ես հավատացյալներ կա գիտեմ, ասին գիտեմ սելով ներողամիտ եղեք, կճանչնամ, այդ գիտեմ բարին վրա չի գենանք, որեք որ ես իրենց աղոթտամ, փառաբանությունը իրենց վերնում է չի մարիր, այդ է աղոթքը։ Աղոթքը խնդրան չէ սիրելիներ, աղոթքը փառաբանություն է։ Օրհնյալը լավ սիրելիներ, և աղոթքի գայնիկ գիհիշեք և գիջանչնակ դերոջը ողորմությունները, շնորհքը, բարիքները ձեր կյանքի մեջ։
Սիրելիներ, աղոթքը ուրախությամբ Քրիստոսի ծառայելը։ Աղոթքի կյանք ունեցող հավատացյալը այն է, որ ինքը իր Տիրոջը ծառայե ուրախությամբ։ Անպայմանորեն սիրելիներ, մեր ծառայության առջև տեսնվելու է այն ուրախությունը։ Եթե մենք ծառայությունը ուրախությամբ չենք անում, կնշանակի, թե մենք ծառայությունը անում ենք մարդկանց, բայց մենք ծառայությունը անում ենք Աստծո։ Եվ մենք Սաղմոսերում է ցնծությամբ ծառայեցեք, ուրախությամբ ծառայեցեք։ Անպայմանորեն սիրելիներ, մենք մեր ուրախությունը բարձրացնելու ենք մեր պատվական Փրկին Հիսուս Քրիստոսին։ Օրհնյալ ըլլաք, օրհնյալ է մեր Տեր ու Փրկիչը, որ եկած է Աստծո անունով։ Եկեք սիրելիներ, հոդելգայս աղոթքի կանգնենք։ Եվ այսօրվա ավարտին, եւ այսօր մենք ագանադես եղանք եւ այսօր մենք ներկա եղանք եկեղեցու մեջ փառապանության, քովապանության, մանուկներու երկեցողության, ուրախության, ցիտենի եւ արմավենի ջուրեր խորտանշող, գանանչ ջուրերու եւ այս բոլորը մեզ դարավ թեպի Երուսաղեմ, Փեթակե, Փեթանյաները ուրգիչներ թեպի Երուսաղեմ։ Եվ մենք մեր հավատքի աչքերով տեսանք մեր թագավորը հեզ ու խոնար իշու ավանագի վրա տեսանք մեր խաղաղության եւ արդարության թագավորը տեսանք փարիսեցիներուն քննադատությունը հրաշքը տեսան եւ չարաչար մերժեցին եւ ապա տեսանք Քրիստոս ինչպես լացավ Երուսաղեմի վրա։ Մեկ անգամ եւս իջեցնեմ սիրելիներ, ասիկա հակասություն չէ, Քրիստոսի սիրտը կապված է քո սրտին եւ Հիսուս ուզում է տեսնել քեզ որպես իր աշակերտը, որպես իր զինվորը, որպես իր զավակը, որպես իր գործակիցը, որովհետև ինքը եկած է քեզի շնորհելու հավիտենական կյանքը։ Մի քանի ժամ էր սկացական էր հրյաներուն ուրախությունը, ապա կտեսնենք անոնց տավաճանությունը, որսին խաչը հանեզալիկա, նույն ժողովուրդն է։ Տեսեք Հիսուս ինչու լացավ։ Այսօր Հիսուս սիրելիներ գնայի մեր սրտերում։ Եգուր այս մահում քո սիրտդ Հիսուսի հանցներ։ Կուցայինը մի պարսացուր։ Պայման չէ, որ ցերկերը պարսացել ես նշանդաս, Հիսուս սրտիդ գնայի։ Եվ գոդրած ու խոնար սիրտը չի մերժներ։ Եվ սերելի Հիսուս Քրիստոս, կենթանի Աստծո որդին, ողորմիր ինձ մեղավորիս։ Սերելի Հիսուս Քրիստոս, կենթանի Աստծո որդին, ողորմիր ինձ մեղավորիս եւ ընդունե զիս որպես քեզի զավակ, ընդունե իմ աղոթքը, ընդունե իմ ապաշխարությունը, ընդունե իմ փառապանությունը, ընդունե իմ ծառայությունը։ Տեր Հիսուս քեզի փառք, որ դու ես մեր թագավորը։ Ընդունեցիր մեզի որպես քո թագավորության զինվորներ, քահանաներ, աշակերտներ։ Փառք ու դարձներ Հիսուս, որ դու ես մեր բժշկությունը, մեր հոգի բժշկությունը դու ես, մեր ֆիզիկականին բժշկությունը դու ես։ Փառք ու դարձներ Հիսուս, որ դու ես մեր խաղաղությունը, դու ես մեր արդարությունը, դու ես մեր խաղաղությունը եւ սրբությունը։ Տեր Հիսուս, այսօր մանուկներուն երկյուղով եւ ուրախությամբ մեր փառապանությունը քեզ կբարձրացնենք եւ կասենք. Տեր Հիսուս, դու իմ թագավորն ես այսօր եւ հավիտյան։
Տեր Հիսուս, դու ես մեր թագավորը այսօր եւ ամեն օր։ Բադին ունենք Տեր Հիսուս։ Գաղութենք Տեր Հիսուս քո անունով խնդրում ենք քեզանից, որ քո անունով կոչված ժողովուրդը այսօր հաստատես, մեզ ընդունես քո կողքդ եւ մեզի տանես Երուսաղեմ։ Հիսուս, խնդրում ենք, որ քեզի հետ ապրենք ավակ շաբաթը, թող մեր սրտի դռները բացը տա։ Օգնե Տեր, որ մեր ընծաները քեզի մատուցանենք, ինչպես Մարիամ յուղին շիշը ոտրեց։ Օգնե Տեր Հիսուս, որ քեզի հետ վերնալու բարձրանանք եւ ճանչնանք քո խոնարհությունը, ճանչնանք ու սուրբ հաղորդությանդ ուխտը։ Այս շաբաթվա ընթացքին օգնե մեզ Տեր Հիսուս, որպեսզի քեզի հետ Գեթսեմանի եւ տանք։ Եվ ասենք Տեր, օգին հոժար է մարմինը տգար։ Եգուրով Տեր Հիսուս քո ժողովուրդը զորացուր։ Ինչպես հրեշտակը քեզ զորացուց, եգուրով Տեր քո ժողովուրդը զորացուր։ Որպեսզի Տեր Հիսուս, մենք ալ մարդկանցներ ենք, մենք ալ քեզի հանձնվենք, որպեսզի Տեր Հիսուս քեզի հետ հասնենք հարության արավ։ Ալելույա։ Տեր Հիսուս, պահեք անունովդ կոչված ժողովուրդը առաջիկա շաբաթվա ընթացքին մեղքեն, կայտավություններ են, փորձություններ են։ Տեր Հիսուս, կաղոթենք քո ժողովրդի շուրջը բախվարությանը բարիս կփարստացնես։ Եվ թույլ լինես քո ժողովրդի խաղաղությունը, քո ժողովրդի մխիթարությունը, քանզի դու ես ճշմարիտ հույսը։ Հիսուս, Փրկիչս, բաց մեր աչքերը, բաց մեր սիրտը, որպեսզի քո խաչելությանդ եւ հարությանդ խորհուրդը հասկանալով ապրին քեզի համար, ապրին քեզի հետ եւ հասնելով քո բարավոր հարությանդ եւ ունենանք հավիտենական կյանք։ Ովսաննա Տեր Հիսուս, փրկես իմը մեր մեղքերը։ Ովսաննա Տեր Հիսուս, մեր թագավորը, փրկես իմը մեր քայքավությունները։ Ովսաննա մեր թագավորը, փրկես իմը մեր հիվանդությունները։ Ովսաննա մեր թագավորը, փրկես իմը աշխարհի ցանկությունները։ Ովսաննա մեր թագավորը, ընդունես քո հավատարիմ զինվորները։ Թող փառավորվի ամենասուրբ երրորդությունը, Հայրը, Որդին եւ Սուրբ Ոգին։ Հայր Աստված մեր պատվական Փրկիչ Հիսուս Քրիստոսի միշտությամբ եւ բարեխոսությամբ ընդունեցին, աղոթեցին, Օրհնյալը դառնա